Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով հունվար-մայիս ամիսներին համախառն ներքին արդյունքը կազմել է 51,8 միլիարդ մանաթ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական աճ չի գրանցվել։ Տարվա առաջին եռամսյակում նույնիսկ արձանագրվել էր 0,3% անկում, իսկ ապրիլին գրանցված 0,2% աճը չի կարողացել էականորեն փոխել ընդհանուր պատկերը։ Համաշխարհային բանկը դեռ տարիներ առաջ էր կանխատեսել, որ 2026-ին Ադրբեջանը որպես նավթ արտահանող երկիր իր դերը կորցնելու է։ Տնտեսական ակտիվության թուլացման հիմնական պատճառը շարունակում է մնալ նավթագազային հատվածը, որը Ադրբեջանի տնտեսության առանցքային հենասյուներից է։ Վերջին 15 տարիների ընթացքում երկրից նավթի արտահանումը նվազել է մոտ 2 անգամ։ Նախկինում նավթի 1 բալերի գինը կազմել է 90-ից $100, հիմա այդ թվերը իջել են հասնելով 70 կամ 80-ի, ինչը երկրին զրկում է զգալի եկամուտներից։ Արդեն ոչ նավթային հատվածում տնտեսական աճը հունվար-մայիս ամիսներին կազմել է ընդամենը 0,4%, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարիների ցուցանիշներից։ Համեմատության համար 2025 թվականին ոչ նավթային տնտեսության աճը գերազանցել էր 6%-ը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով իրավիճակը սպասելի էր եւ բացի նավթի եւ գազի ոլորտի անկման պատճառներից նա մատնանշեց նաեւ այլ պատճառներ։ Փլուզման երկրորդ պատճառը նաեւ այն է, երբ որ 20 թվականին իրենք հաղթեցին պատերազմում եւ բռնագրավեցին Ղարաբաղը, կարելի ասել, եւ Լեռնային Ղարաբաղի նաեւ հանքարդյունաբերական եւ այլ բնական ռեսուրսներ, իրենք ավելի շատ ցուցադրականության վրա վերջին այդ 6 տարիները, 5 տարիները ծախսեցին, ցույց տալու համար, որ իրենք այնտեղ ինչ որ միջոցառումներ, ինչ որ վերակառուցումներ են կատարում եւ այլն, բայց իրենք էկոնոմիկայի իրականում չզարգացրեցին նաեւ հենց Լեռնային Ղարաբաղի ռեսուրսները օգտագործելու միջոցով։ Եվ երրորդ խնդիրը, որը Ադրբեջանում մնում է դեռևս բավականին խանգարող, դա ստվերային բարձր տնտեսությունն է, կաշառակերությունը, կոռուպցիան եւ հատկապես նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Ադրբեջանը տնտեսական նոր ճյուղեր 1-2 տարում չի հասցնի ստեղծել եւ զարգացնել։ Դրանք տարիների աշխատանք են պահանջում, նկատում է տնտեսագետը եւ ենթադրում, որ երկրի էկոնոմիկան կշարունակի անկում արձանագրել։ Եվ հետեւաբար Ադրբեջանում տեղի կունենան սոցիալական, տնտեսական սրացումներ, ես ենթադրում եմ, ընդ որում նաև կառավարման մոդելից էլ է շատ կախված, այնտեղ լճացած նույնատիպ կառավարման մոդել է արդեն տասնամյակներով։ Ադրբեջանի տնտեսության ներկայիս պատկերը հատկապես ուշագրավ է դառնում տարածաշրջանային համեմատության ֆոնին։ 2026 թվականի առաջին 5 ամիսների արդյունքներով Ուզբեկստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը, գրանցելով 7,9% տնտեսական աճ։ Վրաստանի տնտեսությունն աճել է 7,3%-ով։ Ղազախստանը նույնպես պահպանել է դրական դինամիկան, արձանագրելով 3,7% աճ։ Իսկ Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7,1% տնտեսական աճ։ Բայց Մակարյանի խոսքով Հայաստանն էլ հիմա ունի դիվերսիֆիկացման խնդիր։ Մարդիկ, ովքեր տնտեսության համար պատասխանատու են, չբավարարվեն տնտեսական աճի որոշակի ցուցանիշներով կամ հիմա դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու որոշակի նախնական տեմպերով, որոնք որ Եվրոմիության կողմից նաև ընդառաջ գնալով եւ կառավարության որոշ քայլերի արդյունքում դա կարող է ստացվել։ Հետևաբար տնտեսական ճյուղերը դիվերսիֆիկացնելու կարիք ունի Հայաստանը եւ թվային տնտեսության զարգացման, ՏՏ եւ ասենք թե նաեւ ռազմական արտադրության մուլտիպլիկատիվ նշանակության շնորհիվ։ Ոլորտի մասնագետները նշում են, որ Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նավթագազային եկամուտներից շարունակում է մնալ երկրի գլխավոր խոցելիությունը։ Էներգակիրների արտադրության եւ արտահանման ծավալների նվազումը անմիջապես անդրադառնում է ընդհանուր տնտեսության աճի վրա, իսկ ոչ դրական դինամիկան կարծես երկար է շարունակվելու։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։